ոչ թե պետք է անել, ասենք, գյուղատնտեսական մթերքներով կամ դա իհարկե կարևոր է, բայց ամեն դեպքում ծխախոտով, այլ հենց մշակութային էքսպանսիայով, հայկական մշակութային էքսպանսիայով։ Ես համաձայն եմ, որ եւ դրանով, բայց պետք է նաեւ մտածել, որ ընդհանրապես ամեն մի հայի մեջ ստեղծագործական ոգի կա։ Եվ այդ ստեղծագործական ոգին, եթե դրսևորվում է ցանկացած ոլորտում, սկսած գյուղատնտեսությունից, գիտությունից, երբ որ ազատականացված է։ Օրինակ ասենք, տեսեք, ես շատ տխրած եմ մեր ակադեմիայից, ոչ մի բան չասեց, բայց ակադեմիայի վրա գրած ազգային ակադեմիա։ Օտարալեզու դպրոցների մասին։ Այո, իհարկե, բայց ինչի չխոսենք, մենք պետք է պարզ ասենք, եթե ազգային ակադեմիան չունի գիտության զարգացման ծրագիր։ Օրինակ ես գտնում եմ, որ մեր երկիրը շատ ուժեղ հզոր գիտության երկիր կարա դառնա, որը կարա ստեղծի աշխատատեղ։ Եվ ինչի անպայման պետք է մենք լինենք սպասարկող երկիրով այդ որոշել։ Օրինակ ձեզ հարցրել են, կամ մեր ժողովրդին հարցրել են, ինք ուզում է սպասարկող լինի։ Չէ, մենք ենք թույլ տվել, որպեսզի այս իշխանությունները ոչ թե թույլ ենք տվել, մենք պարզապես, որտեղ հայը հավատում է, մենք հույս ենք ունեցել, որ այս շարժումը, որ տենց շատ լավ առաջացել էր, նկատի ունեմ սկզբի շարժումը, Ղարաբաղյան շարժումը, այդ արդար ազնիվ, եթե հիշեք ինչ գործոն էր, այդ ազնիվ բանը պետքա բերեր վերջապես արդեն դարձնել տեսլական պետության ձևավորման։ Այսա ցավոք սրտի բարձի թող վիճակում մնաց, նախսվեց։ Եվ այս վակումը այն աստիճանի հասավ, որ արդեն ստիպված շատ ստեղծագործողներ, այդ թվում նաև ես, իմ աշխատանքը թողած, որտեղ ես որպես ստեղծագործող տուժում եմ, որ ես զբաղվում եմ այս խնդիրներով։ Անշուշտ ես ուզում եմ, որ մենք լավ կրթական համակարգ ունենանք, ես ամեն ինչ անելու եմ դրա համար։ Բայց փաստորեն մենք ստեղծելու այդ տեսլականը երկրի, մենք գնացինք, չգիտեմ, ինչ թայֆայական բազարների մեջ մտանք, խայտառակ բաների մեջ մտանք եւ ես ուրախ եմ, որ ձեր հերոստատեսությունը նման հնարավորություն անձեռնել, ես կխնդրեի ընդհանրապես, որ մի հերոստատեսություն առավոտ օրինակ, որ լույսը բացվում է, դնեն առավոտ լույսո երգը։ Օրինակ դրա համար ոչ փողապետ, ոչ թույլտվություն է պետք պապաներից իրանց, ոչ մի բան։ Բայց իրանք եթե դնեն եւ եթե ամեն մի հայ քնուց առնալուց իր երեխեն, իր օրորոցի երեխեն լսի առավոտ լույսո, դա չէ որ գենետիկական հիշողության վերականգնում է։ Այդ ժամանակ մեր երկիրը միանգամից կդառնա դրախտաբար։ Ես մշակութային լեզվով եմ խոսում։ Դրա համար կարծես թե այստեղ մշակույթի ոլորտում խնդիրները խիստ բազմազան են եւ լուծման այդ հանգուցային մասը չի երևում։ Կարծես ամբողջը լուծում է պահանջում, սակայն չգիտես որտեղից սկսել։ Դուք բարձել եք ձեզ համար, որտեղից մշակույթում պետք է սկսել այդ լուծումները տալ։ Օրինակ Պլատոնը ասում էր, որ պետության մեջ անարխիայից խուսափելու համար անհրաժեշտ է վերահսկել երաժշտությունը եւ պոեզիան։ Այո, այդ նույն մտքին էր նաեւ Պյութագորասը։ Լավ հարց տվեցիք, այո, ես շատ եմ մտածել եւ իմիջիալոց ձեզ ասեմ, Դավիթ Անախտը 5-րդ, 6-րդ դարի իմ կարծիքով խոշոր հզոր մի փիլիսոփայա, որը Հունաստանում եռամեծ կոչումը ստացավ, իսկ դա մի հզոր կոչում է, իմիջիալոց ինքը իր փիլիսոփայության սահմանումները գրքում տալիս է, ես կասեի, ընդհանուր աշխարհահացքային փոփոխության սահմանումները, որովհետև երբ որ տեղի ունեցավ կրոնական փոփոխություններ, արդեն ազատականացավ երկրները, իհարկե մեր երկիրը շատ ավելի շուտ որպես նորարարական ազգ, ինքը ավելի շուտ եկավ այդ ազատականացմանը, Եվրոպան մինչև 10-րդ դարը ահա որ սարսափելի բաներ կատարվում։ Եվ փաստորեն Դավիթ Անախտը իր հիմնական հենակետերը վերցնելով Պյութագորասին, Պլատոնին եւ Արիստոտելին, տվել է այդ գաղափարական ձևակերպումը։ Մարդու անկախ ազատ լինելու, նաեւ հանճարի ընդունակ լինելու գաղափարն է մտցրել մարդու մեջ, ամեն մարդու մեջ։ Սա փաստորեն ես կարելի ասեմ ամենաբարձր քաղաքական չափորոշիչն է։ Եվ դրա համար հիմքեր մենք ունենք, ուղղակի որ մարդիկ չեն կարծում ով է մեղավոր։ Ես օրինակ չգիտեմ ում է մեղադրեմ, եթե համալսարանում չեն ուսումնասիրում, եթե աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների հետ խոսում ենք, իրենց համար բարոյական կատեգորիա չկա։ Իրանք ասում են մենք այդպես խնդիրներով չենք զբաղվում։ Բայց ով պետք է զբաղվի։ Վերջի վերջո պետք է մեկը զբաղվի դրանով, թե չէ։ Դրա համար ես գտնում եմ, որ
հիմքը կա, հիմքը Դավիթ անախն է եւ մեր հայրերը, որոնք փաստորեն մեծ բաներ են արել եւ իմիջիայլոց Հոլանդիայում մի ցուցահանդես ենք մենք անում, հոլանդացիք եկան ասին, դու գիտեք, որ Հոլանդիայի այդ շրջանի առաջի սուրբը, որ հիմնել է քրիստոնեություն, հայ է։ Մենք էլ շատ վաղուց կարդացել ենք, բայց այտենց մոռացել ենք սուրբ սրվազի մասին է խոսքը, եւ հետագայում, երբ որ սկսեցինք դրանով մի քիչ զբաղվել, պարզվում է եվրոպական տարբեր պետությունների մեջ այն կարևոր ճակատագրական փոփոխություն անող կրոնական գործիչների 70%-ը առանց չափազանցության հայեր են։ Եւ եթե մենք սա այսօր չենք ուզում որպես արժեք դիտարկենք եւ օրինակ ասենք ես գնացի այդ եկեղեցում հենց իմացան հայ եմ ես իրանք ինձ մի հատ նվիրեցին այդ գրքույկից որպես հայ հասկանում եք տեսեք ինչ հասարակ բան է եւ Եվրոպայում կարողացան ասենք կրոնի առումով դրական դերակատարություն ունենալ սակայն Հայաստանում չկարողացան եւ միջև հիմա կղզապահպանողական տիպի ինչ որ պետություն են սարքել Հայաստանում ճիշտ ասած առայժմ ոչ մի տիպի պետություն իմ կարծիքով այդ առումով չկա, սա ուղղակի ընդհանրապես խմբային շահեր հետապնդող թողներող լինեն, ես մեղք չունեմ, որտեղ դա տես դասակարգում կա, իմիջիայլոց Թումանյանն էլ այդ դասակարգումը տվել, 9 դասակարգում է, սկսած թայֆայական, կուսակցական բաներից միջև ինքը գնում է համամարտկային տեզերական դասակարգում, բայց հիմա փաստորեն ունենց աշխարհը այն ուղղությամբ է զարգանում, որ անատի դերն է բարձրանում, պետության մեջ անատի դերն է բարձրանում, իսկ մեր երկրում Անենց է իրավիճակը, որ անատը ընդհանրապես հաշվի մեջ չի, ինքը կամ կա, կամ չկա։ Մենք վերադառնում ենք կոմունիստական տիպի մտածելակերպին։ Չէ, այդպես չէ, ես ճիշտ ասած ես կոմունիստական տիպի չեմ մտածում, բայց ես մտածում եմ այն որ անատի դերը Հայաստանում չի գնահատվում։ Հա, ճիշտ է, հա, այդ առումով հա, դա մի քիչ տրադիցիոն մեկած է, բայց եթե մենք արդեն անկախ պետություն ենք, մենք կարայինք անկախ մարդ ձևավորեինք։ Ով էր խանգարում, որ մենք դաստիարակենք անկախ մարդ։ Բայց ցավալիորեն մինչև հիմա կարելի է լսել թե մեզ ինչներից է պետք անկախությունը։ Հենա ռուսների հետ շատ լավ էլ կապրենք։ Դե գիտեք, ճիշտ ասած իմ համար դա արդեն ես կասեի, որ անկեղծ եմ, դա հոգեկան հիվանդության կարելի է համարել, որովհետև այդ դեպքում ես կասեի, այդ դեպքում ընտանիքում ինչի է պետք տղամարդը, թող մի հատ ուրիշ տղամարդ գա, կներեք, որ կոպիտ բան եմ ասում, ստիված եմ կոպիտ բան ասելու, թող ուրիշ տղամարդ գա ու ինքը լավ էլ այդ ընտանիքը կպահի։ Հասկանում եք, ոնց կարող է ազգի անհատը ուրախ լինի, որ անկախություն չլինի։ Ես ճիշտ ասած էդ էլ քարոզչություն է եւ էդ էլ այլ խոսակցություն է, բայց դա ներդրված քարոզչություն